Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հոկտեմբերի 4-ի համար։ Օրը շաբաթ է և տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու։ Գնայինք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին հոկտեմբերի 4-ին։ Ոմանք կարող են տուն մաքրել, ոմանք կարող են վիճել, նաև ուշադիր եղեք, որպեսզի չվիճեք պետական աշխատողների հետ, հատկապես ուժային կառույցի ներկայացուցիչների հետ, դե նաև դա կարող է լինել պետավտոտեսուչ եւ այլն, հա, ինչ որ մարդիկ, ովքեր որ այդ օրը կկանգնեցնեն ձեզ, կխոսեն։ Ոմանք էլ կարող են տուն մաքրել, տան գործերով զբաղվել, նաև այդ օրը ինչ որ մարդիկ կարող են լինել, ովքեր որ ձեզ կաջակցեն, ձեզ կօգնեն, եթե կարիք ունեք որևիցե հովանավորության, ապա դա եւս տեղի կունենա, հա, ձեզ կօգնեն։ Եվ կարող եք հանդիպել նման անձնավորության։ Միգուցե ձեր նախկին ընկերն է, միգուցե նոր եք ծանոթանում, հա, կարող եք հանդիպել տվյալ անձնավորությանը, ով որ աշխատում է պետական հիմնարկությունում, հատկապես հենց ուժային կառույցում։ Միգուցե իրեն տեսնեք ոնց որ այդ ֆորմայով, հա, այդ հագուստով։ Այդ օրը նաև շփում կունենաք, ընդհանրապես դուք էլ եք սիրում, նա կարող ձեր գոլեգաներն են։ Այդ օրը շփում կամ հանդիպում կունենաք որևիցե աղջիկա հետ, տեսնենք ով է։ Մի աղջիկ է կամ իր մոտ է խնդիրներ, իր մոտ է որևիցե լաբիրինթ կամ խառը իրավիճակ է, գալիս է ձեզանից խորհուրդ է հարցնում, կամ ինքն է ձեզ համար ստեղծում դա։ Կախված է թե ով է նա ձեզ համար, երբ կհանդիպեք ինչ պարագաներում, հա, իր հետ կարող եք հանդիպել եւ ով է նա ընդհանրապես։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հոկտեմբերի 4-ին։ Երկերեսանի մարդիկ կան ձեր շրջապատում, բավականին շատ են, 3 երեսանի ես կարող եմ ասել, այդ մարդիկ կան, տեսնենք ով են, ընտանիքի անդամներ կարող են լինել, դեր երկրորդ կեսը նաև կարող է լինել, ինչ որ երկերեսանի պայրանի, եթե նոր եք ծանոթանում ինչ-որ մեկի հետ, մի փոքր ուշադիր եղեք, զգուշ եղեք, նաև գործընկերը, եթե գործընկեր ունեք, ապա գործընկերը կարող է այդպես լինել։ Եվ այստեղ կորուստ է, տեսնենք ինչի կորուստ է, դե երկերեսայինները կարող են նաև այնպես անել, որ ձեր անվանն հետ խաղալ։ Սա հանգստության կորուստ է, հա, մարդը ոնց որ կորցնում է հանգիստը, մարդը ոնց որ չի կարողանում հանգստություն գտնել ինչ որ մի հարցում, հա, կախված է թե այստեղ ինչ է ամեն մեկի մոտ որևիցե ոլորտ դա կարող է լինել։ Հանգիստ չեք ոնց որ, հա, հանգստության կորուստ, այդպես կարելի ասել։ Անդադ լարված վիճակ է ինչ որ մի ձևով, կարող է օրվա ընթացքում, հա, անդադ լարվեք, անընդհատ այդպիսի ինչ որ պահեր լինեն։ Նաև շատ շփում կունենաք, շատ ինչ որ մեկի հետ կարող քննարկել որևիցե հարց, անընդհատ այդ շփման մեջ նաև կարող եք լեզվակռվի մեջ մտնել, ուշադիր եղեք, որովհետև այդտեղ ինչ որ լավ իրավիճակ չի ձեզ մոտ, եւ կարող է լեզվակռվի մեջ մտնեք, այդ էմոցիաները դուրս հանեք, նաև սա բամբասանք է։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին հոկտեմբերի 4-ին։ Շփում, շատ շփում, նաև լեզվակռիվ դա կարող է լինել, բամբասանք կարող է լինել, ձեր հետևից են խոսում։ Ամենայն դեպս դուք այդ օրը հաջողություն ունեք,
Դռները բաց են ձեր առջև, միգուցե դա է բամբասենքի պատճառը, դա է խոսակցության առիթը, պատճառը։ Եվ անցյալն է, սա անցյալից ինչ-որ բաներ կհիշեք, անցյալից ինչ-որ մարդկանց կհիշեք, միգուցե նման ինչ-որ պահեր են գալիս ձեր կյանք, անցյալը գալիս է ներկա, կամ ինչ-որ մեկի հետ կարող եք մտածել, այդպես հիշել, կարող է վաղուց չեք տեսել եւ այստեղ խոսում եք, հիշում եք անցյալը եւ այլն։ Եվ եթե ընտանիք է, այստեղ կարող անցյալը խոսում եք եւ այստեղ հետո ի վերջո լեզվակռվի մեջ կարող եք մտնել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին հոկտեմբերի 4-ին։ Մարդկանց հետ նամակագրական կապի մեջ կլինեք, նաև փաստաթուղթ կստանաք, դեռևս բաց են պոչտաները, նաև կգրեք ինչ-որ ցուցակներ, ինչ-որ պահեր, ինչ-որ սովորում եք, դա եք գրում, ստուգում եք տետրերը, եթե ուսուցչուհի եք, ուսուցիչ եք, ոնց որ թուղթ ու գրիչով, նաև համակարգիչն է սա, ցույց տալիս, որ կարող եք զբաղվել շատ նման ինչ-որ գրելով։ Եվ ժամանակ հատկացնեք ավելի շատ գրելուն, ժամանակ տրամադրեք մեկ այլ բանի, նաև օրվա ընթացքում ոմանք ժամանակ չունեք, որ ինչ-որ մի բան անեք, եւ պետք է արագ անեք, որ հասցնեք։ Կարող պատվեր են տվել ձեզ եւ ժամկետի մեջ պետք է տեղավորվեք եւ այդ օրը արագ անեք, որպեսզի տաք։ Եվ նաև ժամանակն է ինչ-որ մի բան սկսելու, ժամանակն է անելու։ Եթե ինչ-որ մի բան եք մտածում եւ այդպես անընդհատ հետաձգում եք, ապա սա հենց ասում է ժամանակն է, որ դու դա անես։ Եվ այդ օրը նաև որ ուրախ պահեր կլինեն ձեզ մոտ, անակնկալներ, ժամադրություն ոմանց համար, նվերներ, դուք նվեր կտաք, ձեզ կնվիրեն, բարձր տրամադրություն կունենաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցներին։ Ինչ է սպասվում առուսներին հոկտեմբերի 4-ին։ Մի բանի կորուստ է։ Տեսնենք ինչի կորուստ է։ Այստեղ գիտեք, եթե այսպես վերագրենք, եթե դուք մինչև այս տանջվում եք, մինչև այս ինչ-որ տառապանքներ կային, մինչև այս դժվարություններ ունեք, ապա հավանականությունը շատ մեծ է, որ հիմա ազատվում եք այդ դժվարություններից։ Դրանք գնում են ձեզանից։ Այլևս դրանք չկան, որ ձեզ տանջեն, որ ինչ-որ պահերի մեջ նոր փորձությունների մեջ ձեզ գցեն։ Եվ այստեղ նաև ունենք աղվեսը, դա խորամանկ անձնավորություն է, խաբեբայ է, տեսնենք, ով է, գիտեք, ուժային կառույցի ներկայացուցիչ կարող է լինել, գուցե տնօրենն է, ինչ-որ մարդ է, որ հեղինակավոր է և ինչ-որ այստեղ հեքիաթների կույտ է, իր մոտ հեքիաթներ է հորինում։ Ուշադիր եղեք, այստեղ խաբեբայություն կա ամենայն դեպս, եթե գնում եք ոչ պետական աշխատողի հետ հանդիպման, պետական հիմնարկություն, ապա պետք է իրոք ուշադիր լինեք, որպեսզի ձեզ չխաբեն այնտեղ, խորամանկորեն ինչ-որ մի բան գրանցի նաև։ Ուշադիր եղեք։ Եվ այդ օրը ձեր ցանկությունները կիրականանան, այն ցանկություն, ինչ որ ունեք, նաև կարող եք պահել այդ օրը ցանկություն, հեռվից, որ հեռվում ինչ-որ բարեկամներ ունեք, հարազատներ ունեք, ապա իրենցից որևիցե նորություն կլսեք, ոչ տեղեկատվություն կլսեք։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին հոկտեմբերի 4-ին։
Ոմանք ժամ եք պայմանավորվել կամ ժամանակ անցկացնեք ձեր ընկերների հետ, շփվեք իրանց հետ, ավելի շատ օրն անցկացնեք իրենց հետ, ձեր օրվա մեծ մասը։ Նաև ժամանակն է ինչ-որ մի բան սկսելու, ինչ-որ մի բան անելու համար, նաև կարող է ինչ-որ մի բան են ձեզ տվել եւ ժամանակի մեջ պետք է տեղավորվեք, որպեսզի անեք, տակ, հետ տակ նորից այդ մարդուն։ Եվ այդ օրը շրջապատված կլինեք ձեր հարազատ մարդկանցով, լավ մարդկանցով, ոմանք նաև պետական աշխատողներով, ոմանք նոր կյանքի իմաստ կգտնեն, նոր այդպես կզգաք, որ ինչ-որ իմաստուն եք դարձել, նաև նոր պաշտոն է սա ոմանց համար, նոր առաջ խաղացում։ Եվ իհարկե այդ օրը եթե ձեզ օգնություն է պետք, ձեզ կօգնեն, կաջակցեն ինչ-որ մարդիկ։ Նաև ուշադիր եղեք ուժային կառույցի ներկայացուցիչներից, որպեսզի չհանդիպեք օրինակ պետավտոտեսուչներին, եթե մեքենա եք վարում, կարող եք հանդիպել, նաև կարող ծանոթանալ նման մարդկանց հետ կամ նման մարդկանցով շրջապատված լինեք, կախված է ձեր աշխատանքի բնույթից կամ ձեր շրջապատից, ովքեր են։ Ինչ-որ հեղինակավոր մարդկանց մեջ կարող եք լինել, օրինակ կարող եք գնալ ինչ-որ համերգ եւ այլն, առիթի եւ այնտեղ բավականին շատ լինեն նման մարդիկ, հրավիրված լինեն, որպես երգեն, այդպես եւ այլն։ Ինչ-որ ասես անում են։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին հոկտեմբերի 4-ին։ Այս շաբաթ օրը մի տեսակ լավ օր չի, ոնց որ մարդկանց համար։ Օձեր կան, օձեր, հնարավոր է դուք պետք է իմաստուն լինեք, որպեսզի կարողանաք այդ լաբիրինթից դուրս գալ։ Հնարավոր նաև օձեր են, ձեզ շրջապատում այդ օրը լինի աշխատանքի վայր, լինի մեկ այլ տեղ, օձերը բավականին շատ են։ Եվ նման վերաբերմունք կարող եք արժանանալ, զգալ, որ ինչ-որ մի տեսակ են ձեզ հետ խոսում։ Տեսնենք ով է ինչը։ Դժվարություններ է ստեղծում ձեզ համար։ Կամ պետք է իմաստուն լինեք, որպեսզի փորձությունները կարողանաք հաղթահարել, անցնել այն, այդ ուսն է, ձեր բեռը ձեր ուսերին է եւ ոնց որ ուսերից թափեք այդ ամեն ինչը, ավելի հանգիստ ապրեք։ Կամ ասենք ձեզ համար դժվարություն է ստեղծում այս անձնավորությունը։ Եվ լաբիրինթը սա ինչ-որ խոչընդոտներ են, որոնք որ մարդը տանջվում է եւ չի կարողանում դուրս գալ, չի գտնում ձևը դուրս գալու ավելի շատ։ Կամ շատ ասելու պատճառով է, շատ խոսելու, շատ կիսվելու պատճառն է սա, որ ձեզ համար լաբիրինթ է ստեղծվել, ոնց որ շատ մարդիկ կան, որ 1-2 մեկ էլ սկսում են վստահել եւ խոսում են երրորդից կամ խոսում են տնորենից եւ այդ ամենը գնում տեղ է հասնում ի վերջո եւ իրանք իրենց գլխին լաբիրինթ են ստեղծում։ Դա օրինակ եմ բերում եւ նմանատիպ շատ պահեր կան, որ կարող է շատ խոսելը, շատ ասելը, կիսվելը ձեզ համար խնդիր լինի։ Այստեղ մի փոքր դուրս գալը կարելի ասել դժվար է։ Այդ օրը փորձեք կարող եք հարցուփորձ անել այստեղ այնտեղ, եթե հնարավոր կլինի ինչ-որ խնդրին լուծում տալու, բայց ի վերջո չեմ կարծում ինչ-որ մեկը մտածելու է ձեր մասին եւ ձեզ ինչ-որ ձևով շատ մեծ օգնություն ցույց տա, որ դուք կարողանաք դուրս գալ։ Ամենայն դեպս այդ օրվա շրջապատը, այդ օր ում որ հարցնեք, այնպեսի մարդիկ չեն, որ ձեզ ճիշտ ուղղություն ցույց տան։ Եվ տան գործերով կզբաղվեք, ոմանք տեղափոխությունն է, ինչ-որ հարցերի լուծում է տան հետ կապված, վարձակալություն, վաճառք եւ այլն։ Ոմանք էլ երեկոյան տանը կնստեն ընտանիքի անդամների հետ, հյուրեր կունենաք, դուք կարող եք գնալ հյուր կամ առիթ է, ինչ-որ մեկի տանը պետք է գնաք։ Այսքանը ձեզ համար։ Տեսակ այդքան էլ լավ օր չի շփոթել։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին հոկտեմբերի 4-ին։ Բավականին էմոցիոնալ կլինեք այդ օրը։
Նաև ոմանք կարող են փոխել աշխատանքը գիշերային դարձնել, ոմանք գիշերը ուշ տուն կգան կամ ընտանիքի անդամներից ինչ-որ մարդիկ կարող են գիշերը ուշ տուն գալ, նաև ոմանց համար սա ռոմանտիկ հարաբերություններ, ռոմանտիկ ընթրիք է, դե Լուսին արդեն բավականին մեծացած է եւ կարող եք նաեւ լուսնի ներքո ռոմանտիկ ընթրիք կազմակերպել ձեզ համար։ Նաեւ ինչ-որ բան է ձեզ համար մութ, ինչ-որ բան է ձեզ համար անհայտ, դիմացը պարզ չի, ինչ անեք, ինչպես անեք, ոնց սկսեք, ոնց ավարտեք, ինչ-որ պահեր են, որոնք որ անհայտ են ձեզ համար, այդպես։ Նաև այդ օրը կամուրջ կստեղծվի, դա հնարավորություն է, որ դուք ինչ-որ մեկին ավելի հեշտ հանդիպեք, ավելի հեշտ զրուցեք, հաշտվեք, խոսեք հետը, տեսնեք այդ մարդուն, մի խոսքով, ավելի հեշտանում է այդ գործողությունները, կախված է թե ինչ եք ուզում դուք որ այդ օրը անեք։ Նաև հանդիպում շփում կունենաք, որովհետեւ տղամարդու հետ, տեսնենք ով է։ Կամ անհանգիստ եք այս տղամարդու համար, կամ այս տղամարդուն հանդիպելուց ձեզ մոտ այդ լարվածությունն առաջանում է, ինչ որ կարող այդքան էլ լավ մարդ չէ եւ իրեն տեսնելուց ամիջապես անհանգստանում եք, լարվում եք, այդքան էլ լավ մարդ չի կարծես թե։ Կամ անհանգստանում եք ուղղակի այդ մարդու համար, որ ճանապարհ եք գնում, հեռու եք գտնվում այդ պահին եւ անհանգիստ եք իր համար։ Կամ բորբոքվել եք, իրար վիրավորել եք եւ հիմա նստել լացում եք օրինակ։ Դա եւս։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին հոկտեմբերի 4-ին։ Առիթ, միակ մարդը, որ առիթ ունի այդ օրը, բայց ի վերջո լինենք, ինչքան լարված օր է, որ եւս այդ առիթին էլ ինչ-որ պահեր կան։ Ոմանք կարող են գտնվել ոչ հասարակական վայրում, ոմանք նաեւ հենց ոչ առիթին կարող մասնակցել, հարսանիքի նշանադրություն է եւ այլն։ Եվ նաեւ կարող գնալ կինո, թատրոն, երեխաներին տանել այգի, եթե լավ եղանակ կլինի։ Այստեղ վեճ է ինչ-որ մարդկանց հետ, մենք գուցե առիթի ժամանակ իրար ինչ-որ մարդիկ կարող են վիճել իրար հետ, նաև դուք կարող եք տուն մաքրել, եթե օրինակ առիթը ձեր տանն է, կարող տուն եք մաքրում, որ մարդիկ գան կամ առիթից հետո եք տուն մաքրում, նաև ուղղակի վեճ է սա, կամ դուք կարող եք վիճել ինչ-որ մարդկանց հետ։ Ուժային կառույցի ներկայացուցիչ է, սա կարող է լինել նաև ճանապարհին, ում որ հանդիպեք, եթե գինովցած լինեք, հա, այստեղ կարող է նաև վիճեք իրենց հետ։ Եվ այդ օրը 3 երեսանի մարդիկ կան, ինչ առաջարկ են այդպես հալած յուղազի տեղ մի ընդունեք, որովհետև այդ բան այդքան էլ նորմալ չէ։ Գուցե ձեր ժամանակը տանեն, անիմաստ խլեն ձեր ժամանակը։ Ասեն ժամանակն արի, էս արային, արա, բայց ամեն ինչը փուջ է, որովհետև իրանք 3 երեսանի մարդիկ են եւ պետք չի այդպես անմիջապես իրենց ընդունել եւ հավատալ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին հոկտեմբերի 4-ին։ Տան հետ կապված գործերով կզբաղվեք այդ օրը, ընտանիք, տուն, ճաշ, տեղափոխություն, մաքրություն, այդպես։ Հյուրեր, դուք գնաք հյուր, գուցե առիթ ունեք տանը։ Այդ օր ընտրության առջև եք կանգնած լինելու, դա եթե տանը առիթ ունեք, միգուցե ճաշեղենի հետ է կապված, հագուստի հետ է կապված, կամ շատ լուրջ մտքեր են, տունը փոխելու, տուն գնելու, տունը վաճառելու հետ կապված։ Ինչ որ լուրջ կարող է լինել ոմանց համար թեթև, ինչ մատանի կրեմ այսօր։ Ոմանք այդ օրը գումար կծախսեն, նաև կարող է այստեղ գնելու հետ կապված լինել։ Գումար կծախսեն, ոմանք էլ նաև գումար կստանան այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին հոկտեմբերի 4-ին։ Նոր սեր, սիրահարվածություն, ամենուրեք սեր, սիրոխոստովանություն, դուք կանեք, ձեզ կանեն, փոփոխություն ձեր կյանքում, հղիություն, ծննդաբերություն ոմանց համար, ոմանք կարող են տեղափոխվել մեկ այլ երկիր, մեկ այլ քաղաք, ճանապարհ գնաք երկար, եւ նորից է գլոբալ փոփոխություն ձեր կյանքում կարող լինել։ Նաեւ էմոցիոնալ կլինեք, միգուցե այդ փոփոխությունից, միգուցե սեր խոստովանել, միգուցե այդ շատ սեր կստանաք, հա, դա կարող է նաեւ ձեզ մոտ այդպես ինչ-որ էմոցիաներ տալ։ Նաեւ ռոմանտիկ ժամադրություն կունենաք, ռոմանտիկ ընթրիք, ինչ-որ մի բան նաեւ ձեզ մոտ կարող է մութ մնալ, պարզ չլինի, դիմացը չտեսնեք, եթե օրինակ նոր սերը այստեղ չեք տեսնում դեռ իրար հետ ուր կգնաք կհասնեք։ Հարաբերությունը եթե կարգավորվեն, էլի չգիտեք, հա, ինչ է ձեզ սպասվում, էլի նորից կվիճեք, էլի նորից սա յուրաքանչյուր ոլորտն է, թեկուզ եթե տեղափոխվել եք ինչ-որ միտեղ, էլի ոնց որ ձեզ համար մութ է, դեռ չգիտեք այնտեղ ինչ է կատարվելու, ինչպես եք ապրելու օրինակ, եթե նոր թաղամաս է, նոր քաղաք է, նոր երկիր է, այդպես։ Թեկուզ հղիություն է, եւս մարդուն էմոցիաներ է տալիս հավելել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին հոկտեմբերի 4-ին։ Մանրուքների հետևից կարող եք գնալ, մանր բաների ուսումնասիրել, հա, ընդհանրապես մանրուքներին հենց լավ է որ ուսումնասիրեք։ Նաև մանր գործեր կարող եք ունենալ, մանր խնդիրներ, մանր ինչ-որ բաների կորուստ կամ կընկնեք մանրուքների հետևից ինչ-որ մեծ գլոբալ մի բան կկորցնեք, ոնց որ ժամանակը կվատնեք նրա վրա եւ կզգաք, որ ինչ-որ մի բան պետք է անեք, չարեցի կընկաք դրա հետևից։ Նոր ասում եմ թելը կծկվել էր, հա, պետք է քանդեիք, ընկակ ժամերով թել եք քանդում, բայց այնտեղ ավելի կարևոր բան կար, որ պետք է անեք, ու ճաշը մնաց, արդեն 3-ը 4-ն է, ճաշ չեք եփել։ Նման ինչ-որ պահեր նաև կարող լինել։ Եվ եթե հաշվապահեք, եթե մեկ այլ հարցով ինչ-որ գործեր եք անում շատ կարևոր, ապա լավ կլինի ամեն մի մանրուքը լավ երկար ուսումնասիրեք, հետո նոր։ Տեսնենք ինչի կորուստ է նաև սա։ Ժամանակի կորուստ է, ժամանակի, որ մարդը անիմաստ այստեղ այնտեղ կլինի եւ կկորցնի ժամանակը նաեւ։ Եվ եթե հյուրեր կան ձեր տուն կամ ինչ-որ մարդիկ, օրինակ առաքիչ, մի քիչ ուշադիր եղեք, մի թողեք իրեն դռան մոտ դուք գնացեք գումարը բերելու, որտեղ կարող այդ ընթացքում նաեւ ինչ-որ մի բան այդտեղից կորի։ Նաև այդ օրը ոմանք նամակագրական կապի մեջ կլինեն իրենց երկրորդ կեսի հետ, գուցե փաստաթուղթ եք ստանում, լրացնում եք, գրում եք, ցուցակ եք կազմում, նաև եթե գնում եք առիթիսակով հրավիրատոմսն է կամ ծրար է, որի մեջ գումար եք դնում եւ տալիս մարդուն, ինչ-որ բան եք սովորեք, գրանցեք, թուղթուգրիչ, նաև համակարգիչ, այդպես որ մարդը գրանցում է, գրում է ինչ-որ բաներ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։